Մեր նախընտրական ծրագրի 8-րդ կետը վերաբերվում է քրեական ենթամշակույթին եւ խոսույթը հետեւյալն է. քրեական ենթամշակույթի դեմ արդյունավետ պայքարը կենսական անհրաժեշտություն է Հայաստանի Հանրապետության հետագա զարգացման համար։ Նրա քայքայիչ ազդեցությունը մեր իրականության մեջ բավարար չափով գնահատված չէ եւ այն իր էությամբ հակասոցիալական, հակապետական եւ հակամարտկային ենթամշակույթ է։ Դրա դեմ պայքարը առաջին հերթին կրթական եւ քաղաքակրթական գործիքներով պետք է կիրառվի, բայց եւ իրավապահ համակարգը պետք է ավելի ու ավելի կենտրոնանա այս խնդրի դեմ գործնական պայքարի արդյունավետությունը բարձրացնելու համար։ Այս մասին էլ ես բազմիցս խոսել եմ։ Քրեական ենթամշակույթը այսօր մեր բազմաթիվ խնդիրների պատճառ է, այդ թվում ներ հայաստանյան հարաբերությունների շատ անցանկալի երևույթների վերաբերյալ մտածելիս մենք տեսնում ենք, որ այդ երևույթները ուղղակիորեն կապվում են քրեական ենթամշակույթի հետ, այդ թվում բանակում հարաբերությունների որոշակի ձևախեղումներ, երիտասարդության շրջանում հարային հարաբերությունների որոշակի ձևախեղումներ։ Իհարկե մենք հասկանում ենք, որ այս խնդրի լուծման համար կարևոր եւ էական նշանակություն ունի պետության եւ պետական ինստիտուտների կայացումը։ Եվ այստեղ էլ է սա նոր սահմանադրության ընդունումը շատ էական, որովհետեւ ըստ էության քրեական ենթամշակույթի գաղափարաբանական հիմքը դիմադրությունն է պետությանը։ Դիմադրությունն է պետությանը, պետական կարգին, օրինականությանը։ Այս նրբությունը շատերը չեն արձանագրում։ Քրեական ենթամշակույթի համար գողանալը նորմալ բան է, բոլոր մակարդակներում։ Քրեական ենթամշակույթի համար անձից գողանալը, պետությունից գողանալը, ընկերությունից գողանալը նորմալ բան է։ Իսկ իրավակարգը, սահմանադրությունը ընդհանրապես ասում են, որ գողանալ չի կարելի եւ գողանալը պետք է բերի պատասխանատվության։ Եվ մեր իրականության մեջ մի պատմական ճեղք կա եւ այդ պատմական ճեղքը հետեւյալի մասին է։ Մեր վերջին հարյուրամյակների պատմական փորձը մեզ ասում է, որ ուրիշներն են մեզ համար սահմանել մեր ապրելու կանոնները, ուրիշները։ Եվ մենք այդ պատմական հիշողությունը եւ այդ պատմական տպավորությունը դեռ չենք հաղթահարել։ Ինչու չենք հաղթահարել։ Որովհետեւ չենք արձանագրել եւ դա տեղի էլ չի ունեցել, որ Հայաստանի Հանրապետությունում այլևս ժողովուրդն է իրավակարգի ստեղծման աղբյուրը։ Մեր պատմական հիշողությունը մեզ հետեւյալն է ասում, որ պարսկական կայսրությունը մեզ պարտադրեց ապրելու որոշակի կանոններ։ Հետո գալիս է Օսմանյան կայսրությունը մեզ պարտադրեց ապրելու որոշակի կանոններ։ Հետո ռուսական կայսրությունը մեզ պարտադրեց ապրելու որոշակի կանոններ։ Հետո խորհրդային կայսրությունը մեզ պարտադրեց ապրելու որոշակի կանոններ։ Հայաստանի Հանրապետության դեպքում ուրիշ բան տեղի ունեցավ։ Ինչ որ խումբ մարդիկ հավաքվեցին, գրեցին սահմանադրության տեքստ, հետո կազմակերպեցին հանրաքվե, որտեղ հանրաքվեի արդյունքում սահմանադրությունը չստացավ ժողովրդի անհրաժեշտ ձայնը, բայց այն հռչակվեց, ընդունված, ստացվեց, որ էլի ուրիշները մեզ համար սահմանեցին ապրելու կանոններ։ Եվ նաև այս քաղաքական իրավիճակում է, որ քրեական ենթամշակույթը Հայաստանում հնարավոր չի լինում այդ քրեական ենթամշակույթը ոչնչացնել եւ վերացնել կամ առնվազն բերել մի մակարդակի, որին նկատել չլինի։ Ինչու, որովհետեւ այս ուրիշների կողմից, ուրիշները տվյալ դեպքում այո, հայաստանյան իրականությունից են, բայց միևնույնն է ժողովրդի լեգիտիմություն այդ իրավակարգը չի ստացել։ Հետևաբար այդ իրավակարգին դիմադրությունը քրեական ենթամշակույթի տեսքով ստանում է որոշակի ըմբռնում մեր հասարակության եւ իրականության մեջ։ Իրավակարգին դիմադրելը ընկալվում է որպես այդպես առավելության նշան։
իրավակարգը շրջանցելը ընկալվում է որպես առավելության նշան, այնպես ինչպես ասենք օրինակ, չգիտեմ, Օսմանյան կայսրությունում էր այդպես ընկալվում ենթագիտակցական մակարդակով։ Եվ սրանք չափազանց լուրջ խնդիրներ են, շատ լուրջ խնդիրներ, եւ մենք շատ դեպքերում ուղիղ կապը մեր պետական եւ հանրային խնդիրների հետ, քրեական ենթամշակույթի եւ այս համատեքստի հետ չենք տեսնում, բայց ես կարծում եմ ժամանակն է, որ մենք առերեսվենք այս խնդրի հետ։ Ես ուրիշ մի խնդրի մասին էլ եմ ասում։ Քրեական ենթամշակույթը հիմնականում կապված է գրավիչ է դառնում տղաների համար, որովհետև հիմնական, այսպես ասած, թիրախումբը հենց տղաներն են, եւ ինձ համար ակնհայտ է Հայաստանի Հանրապետությունում մի երևույթ, որ հանրային կյանքի բոլոր ոլորտներում հիմա աղջիկները, կանայք տեսանելիորեն ավելի բարձր մրցունակություն են ստանում։ Իհարկե ես շատ ուրախ եմ, որ կանանց դերը Հայաստանի Հանրապետությունում մեծանում է, կանանց մրցունակությունը կրթության եւ մնացած բոլոր ոլորտներում մեծանում է, բայց այստեղ խնդրեմը այն է, որ տղաների մրցակցային վիճակը խաթարվում է առաջին հերթին քրեական ենթամշակույթի բերումով, երբ որ որոշակի խոչընդոտներ եւ պատնեշներ են դրվում, այդ թվում քրեական ենթամշակույթի ազդեցությամբ կրթության եւ տղաների միջև, իրավակարգի եւ տղաների միջև, եւ սա լրջագույն խնդրեմ է, որի հետ մենք անպայման պետք է առերեսվենք եւ որը պետք է հաղթահարենք, բայց այստեղ էլ ես լուծումները ենթագիտակցական եւ սոցիալ հոգեբանական մակարդակում տեսնում եմ նոր սահմանադրությամբ ընդունումը։